Այսօր խոսելու ենք քաղաքապետարանին կից կենդանիների խնամքի կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես փետրվարին սկսվում է կացարանների շինարարությունը։ Ինչու այսքան ուշացավ նախագիծը։ Ով է մեղավոր պատասխանատու ուշացման համար։ Տեսեք, նախ պետք է գանք ավելի սկզբից, որովհետև կացարանի նախագիծը կամ կացարանի կառուցման նախագիծը որպես այդպեսին ինքը մայրաքաղաքում ստերջացման համալիր ծրագրի մի մասն է կազմում, այսինքն չի եղել այնպիսի գաղափար, որ հենց օրինակ հողակը ստեղծվել է ու միանգամից պետք է կացարան կառուցենք, այսինքն ամեն դեպքում սա փուլային ծրագիր է։ Այն որ մեր կացարանի նախագիծը կարող է լինել օրինակ 1 տարի առաջ կամ կառուցված լինել 1 տարի առաջ, միգուցե պարզապես մենք բավականին երկար ենք աշխատել այս նախագծի վրա։ Ինչի ասված երկար ենք աշխատել, որովհետև նախ մենք Հայաստանում չունենք թափառողջների համար նախատեսված այնպիսի կացարան, որից կարելի էր վերցնել օրինակ ու դրանով առաջնորդվել։ Այսինքն այս կացարանի նախագիծը մենք մշակելիս հաշվի ենք առել, ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձ, գնացել, տեսել, բերել ու այսպես տեղայնացրել, սարքել ենք մեզ համար ավելի հարմար մի նախագիծ, որը տվել թղթին, իսկ հետո արդեն գիտենք պետական ապարատում մի քիչ դժվար է տեղաշարժվել թղթարարություն եւ այլն ու հասել ենք այն կետին, որ արդեն հիմա ունենք հաղթող կազմակերպություն եւ շինարարությունը կսկսենք ու մի քանի ամիսների ընթացքում նաեւ շինարարությունը կավարտվի, կունենանք արդեն պատրաստի կացարան, որը կլինի Հայաստանում առաջինն ու դեռ միակը, որը կառուցվել է պետության կողմից։ Սա ինչու ենք անընդհատ արձանագրում, որովհետև տարիներ առաջ իրականում չէինք էլ կարող մտածել, որ կհասնենք այնպիսի մի հատ կետի, որ պետությունը համայնքը այսքան ռեսուրս ու այսքան միջոցներ կարող է դնել այս ծրագրերի վրա ու ամեն տարի այդ ծավալը մեծացնել, լայնացնել նաև շրջանակներն ու այսպես շարունակ։ Այսինքն սրանք ամեն տարի մի քայլ անելով փոխում ենք վերաբերմունք, պետությունը ցույց է տալիս նաև իր վերաբերմունքը, թե ինչպես է վերաբերվում առասարակ կենդանիներին ու մասնավորապես թափառող կենդանիներին։ Եթե չեմ սխալվում, կացարանը սահմանափակ թվով կենդանիներ է տեղավորելու։ Իհարկե։ Առաջիկայում ընդլայնվելու հնարավորությամբ, թե ազգային ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը նաև խոսում է նրա մասին, որ հանրապետության մի շարք քաղաքներում, գոնե առնվազն խոշոր քաղաքներում եւս դիտարկվում է, որ կառավարության կողմից տրված ֆինանսավորմամբ պետք է կացարաններ կառուցեն։ Այսինքն այս գաղափարը, ինչպես ստերջացման ծրագրերը, որ քիչ-քիչ Երևանից դուրս եկան ու տարածվեցին մարզերով, նույնն էլ կացարանի ծրագիրն է, քայլ առ քայլ կմեծանա, կտարածվի արդեն։ Կացարանը հասկանալի է, որ փուլային ծրագիր եք իրականացնում եւ հաջորդ փուլով պետք է կառուցեիք արդեն կացարանը, լուծեիք կացարանի խնդիրը։ Իսկ օրենսդրական կարգավորումներ ինչու չկան, ինչու օրենսդրություն չկա։ Այստեղ էլ պետք է գանք այն գաղափարին, որ էլի այս օրենքի օրենսդրական բացը իհարկե երևի ամենաշատը մեզ է խանգարում ու կարևորությունը շատ մեծ է եւ այս տարիների ընթացքում օրենքի ձգձգվելը կախված է կարծում եմ նորից պարբերաբար քննարկումների ու այն գաղափարի, որ առաջին անգամ է այս օրենքը ընդունվում, ոլորտը կարգավորող, ենթադրում է, որ հեղինակները փորձում են հնարավորինս համապարփակ ճիշտ օրենսդրական նախագիծ բերել, որը խնդիրներ կլուծի, ոչ թե խնդիրներ կառաջացնի։ Կարծում եմ, էլի այստեղ նույն սկզբունքն է, որ ինքը առաջին անգամ է, որպես այդպեսին կյանքի կոչվում եւ դեռ գործածության նախ դեռ ամբողջությամբ ընդունված չէ եւ դեռ գործնական փուլ էլ չի մտել, այսինքն այստեղ էլի այդ գաղափարն է, որ փորձ է արվում հնարավորինս համապարփակ օրենք ունենալ, որը կաշխատի գոնե թե։ Կարծում դա է խնդիրը եղել։ Ձեր աշխատանքներում կամավորները, կենդանասերները ներգրավված են, թե կան մասնագետներ, որոնք թեպետ կամավոր չեն, բայց հմուտ են իրենց գործի մեջ եւ կարողանալու են գլուխ բերել, այսպես ասած, ձեր առաջադրանքը։ Շատ տարբեր բաների մասին ենք խոսում, որովհետեւ կամավորների ներգրավվածությունը մեկ այլ բան է ու կամավորների ներգրավվածությամբ այլ խնդիր է կարողանում լուծել, իսկ մասնագիտական խումբը լրիվ այլ բան է։ Կազմակերպությունը ունի մասնագիտական խումբ ու տարիներ շարունակ այդ մասնագետներն են իրականացնում ստերջացումներ ու այս ամբողջ ծրագիրը, այսպես ասած, իսկ կամավորների ներգրավվածությունը չի խանգարում, ավելին օգնում է, որովհետև մենք տարիներ շարունակ արդեն ունենք լավ փորձ կամավորների ներգրավմամբ ու ներգրավվածությունը ինչով է օգնում
վերջին տարիներին հատկապես 1-2 տարվա ընթացքում կամավորների օգնությամբ է, որ բավականին մեծ թվով կենդանիներ ենք կարողանում խնամակալության կամ ինչպես ավելի հայտնի ասել ворթեգրության հանձնել։ Այսինքն կենդանիների պաշտպանությամբ զբաղվող անհատների կամ կազմակերպությունների համագործակցությունը իրենց արդյունքը տալիս է եւ մենք տարեց տարի ավելի մեծ թափով շարժվում ենք առաջ։ Բացի դա, քիչ չէ նաև այն միջոցառումները, որը կազմակերպվում են տարվա ընթացքում պարբերաբար դպրոցահասակ երեխաների հետ, մենք բացի այն, որ կրթական, այսպես ասած, արշավներ ենք անցկացնում համայնքային դպրոցներում, ինտերակտիվ դասընթացներ, որոնց ընթացքում երեխաներին սովորեցնում ենք կամ իրազեկում ենք շների հետ վարքի կանոնների մասին, որպեսզի այդ իրազեկվածությունը թույլ տա նրանք միջավայրում եւ իրենք լինեն պաշտպանված եւ անվտանգ եւ բնականաբար նաեւ կենդանիները։ Եվ այս իրազեկման արշավներից զատ նաեւ ինչպես դպրոցներում, այնպես էլ այդ միջոցառումները կազմակերպում ենք հենց մեր կենտրոնի տարածքում, որտեղ երեխաները արդեն անձամբ շփվում են կենդանիների հետ, նաեւ զբաղվում նրանց խնամքով, դեպքեր եղել են, որ հենց այդ այցերից հետո ворթեգրություններ են կազմակերպել կամ ծնողների հետ են հետո եկել, այսինքն կարելի ասել փորձում ենք հնարավորինս փակել բոլոր այն դաշտերը, որտեղ կա խնդիր կամ որի հետ համագործակցությունը կազմակերպություն կլինի, անհատ կլինի կամ ոլորտ կլինի, որը կբերի խնդրի օր առաջ ավելի կարգավորվելուն կամ գոնե սահուն ընթացքին։ Ինչպես է վերահսկվելու աշխատանքները, աշխատանքի որակը, ովքեր են դրանով զբաղվելու։ Ամեն անգամ վերահսկողությունից, այսպես ասած, խոսելուց պետք է հաշվի առնենք, որ մենք գործ ունենք համայնքային կառույցի հետ, պետական մի կառույցի հետ, իսկ պետական կառույցները վերահսկվում են առնվազն մի քանի էլ ավելի բարձր գերատեսչությունների կողմից, որոնք ունեն համապատասխան մասնագետներ։ Այսինքն պետության մեջ չկա, պետական ապարատում չկա մի կառույց, որը ուղղակի չի վերահսկվում։ Դա ուղղակի հնարավոր չէ։ Եվ այդ վերահսկողությունը իրականացվում է ամենամինիմալ կետից, մինչև ֆինանսական վերահսկողություն։ Այսինքն չկա Հայաստանի Հանրապետությունում պետական ապարատում որևէ կառույց, որը վերահսկողության տակ չէ։ Սա ուղղակի պետք է արձանագրել եւ ու մի քանի տեղերից, ամեն մեկը իր մասով։ Բացի դա, ինչ վերաբերում է կազմակերպության տված արդյունքներին կամ որակին, ես պետք է այդ հարցին պատասխանեմ հետևյալ կերպ, որ տարիներ շարունակ կազմակերպության կողմից իրականացված աշխատանքի արդյունքը մենք տեսնում ենք մայրաքաղաքի փողոցներում, դա մեր կողմից ստերջացված ու պատվաստված այն կենդանիներն են, որոնք հազարներով են արդեն փողոցում, եւ եթե այդ կենդանիները շարունակում են ապրել փողոցում ստերջացված են, պարբերաբար ստանում են իրենց պատվաստումները եւ որևէ խնդիր չկա այդ մասով, դա նշանակում է, որ կազմակերպությունը պատշաճ իրականացնում է կենդանիները։ Եկեք դա առանձին հարց է, եկեք հասկանանք, սա որտեղ մեկը մեկի հետ կապ չունի։ Չենք կարող ասել, որ կազմակերպությունը լավ չի ստերջացնում, դրա համար շատանում են, որտեղ լավ չստերջացնել չկա, կամ ստերջացնում են կամ ոչ։ Իսկ կազմակերպության կողմից ստերջացված կենդանիների մասով կարծում եմ որևէ մեկը որևէ խնդիր չունի։ Այլ հարցը եկեք հասկանանք, թե որտեղից են շները շարունակում ավելանալ, որովհետև այդ խնդիրը կա։ Մեկ ընտանի կենդանիների անվերահսկելի լինելն է, որովհետև մենք հիմա փողոցներում որ տեսնենք ամենատարբեր տեսակի, ցեղատեսակի շներ կտեսնենք, որոնք մարդկային անպատասխանատվության հետևանքով են փողոցում, կամ հենց մեզ մոտ, որ պարբերաբար հայտնվում են։ Երկրորդ, եթե մարդը չի հրաժարվում իր կենդանուց, գոնե թե երբ որ կենդանին ձագեր է ունենում ու չի մանում այդ ձագերի հետ ինչպես վարվի, նորից դուրս է թողնում փողոց։ Սա իրականում թափառողջների զգալի մաս, իրանք եղել են ընտանի կենդանիներ եւ ուղիղ մարդկային անպատասխանատվության հետևանքով են հայտնվել փողոցում։ Սա ամենաառաջնային տեղն է։ Երկրորդ կա բուծողների խնդիր, որը եւս այս պահին անվերահսկելի է, իսկ մենք գիտենք, թե ինչպեսի քանակությամբ են բուծվում, վաճառվում, իսկ երբ որ չի վաճառվում, ինչ պատճառ դրավ, այդ կենդանիները եւս հայտնվում են փողոցներում։ Իսկ այդ բուծարանների հարցով դուք զբաղվելու եք վերահսկողություն միգուցե, թե օրենքն է արդեն ավելի խիստ է լինելու միգուցե։ Չէ, այս բան օրենք չունենք նախ որ խիստ լինի, մենք իսկ նոր օրենսդրական փոփոխությունը ներառվում է, այո, ներառում է ինչպես ընտանի կենդանի պահողներին, բուծողներին, վաճառողներին, կացարանային գործունեություն ծավալողներին եւ այս ամենը տրվում է լիազորությունը
թիմ մարմնին, ինչպես նաև միջև լիազորություն տալը, չափորոշիչներ սահմանելը, հա, հասկանալ թե ինչ չափորոշիչով պետք է լինի բուծարանը, կաթսարանը, կենդանի պաղը եւ այլն եւ այլն։ Հաշվառվելու են մարդիկ, ովքեր կենդանի պաղողների դեպքում պարտադիր մենք հիմա ունենք Երևանի ավականու որոշում, որը սահմանում է, որ ընտանի կենդանիները պետք է հաշվառեն, բայց ավականու որոշում է, որը իրականում մի փոքր թույլ է եւ կիրառության խնդիր ունի, իսկ մայր օրենքի պարագայում արդեն հստակ սահմաններ կլինեն ու քաղաքն էլ ավելի մեծ թափով կփորձի այս հաշվառման ծրագիրն իրականացնել, որովհետեւ առանց կենդանի պաղողների, բուծողների, չգիտեմ, անհասկանալի հյուրատների կամ կաթսանային գործունեություն ծավալողներին վերահսկողության դաշտ բերելու մենք երբեք թափառող կենդանի հարց չենք կարող լուծել, իսկ եթե խոսում ենք Երևանի մասին, առանց հարակից համայնքներում արդեն հստակ աշխատանքներ իրականացնելու չենք կարող հասնել տենց շատ լուրջ էական արդյունքի։ Ծրագրի ընդհանուր արժեքը ինչքան է։ Ճիշտ ասած կդժվարանա, որովհետև կաթսարանի շինարարությունը մենք չենք հայտարարել, դա քաղաքապետարանի բարեկարգման վարություն է եւ այնտեղ մրցույթային կարգի հետեւյալն է, մեկ արժեքով հայտարարվում է, թե ինչ արժեքով է մրցույթը շահում կդժվարանա պատասխանել։ Իսկ ինչ հիմքերով է ընդունվել 300 շան համար կաթսարանը։ Այսինքն մայրաքաղաքի շների քանակի մոնիտորինգ ունենք մենք, թիվ կա հաշված, թե մոտավոր հաշվարկով այսպես որոշել են, որ 300 կարող է։ Որոշողը եղել ենք մենք կաթսարանի նախագիծը նախագծելիս կաթսարանը եւ դա պայմանավորվածային հանգամանքով, որ ինչ քանակությամբ կենթանու համար նախատեսված կաթսարանը հնարավոր կլինի պատշաճ վերահսկել եւ ապահովել այդ կենթաների բնականոն կյանքը, այսպես ասած, որովհետեւ համայնքը կարող էր օրինակ 1000 շան համար նախատեսված կաթսարան կառուցել, բայց մյուս կողմից պետք է հասկանալ այդ 1000 շան համար նախատեսված կաթսարանը հնարավոր է խելքի բերել, հա, պահպանել, չգիտեմ, որտեվ կաթսարան կառուցելը շատ հեշտ բան է, բայց կաթսարան պահելը դա բավականին դժվար process է։ Հատկապես երկարաժամկետ։ Այո, բավականին դժվար process է, որտեվ մենք այստեղ գործ ունենք ամենօրյա խնամքի հետ, որը հսկայական աշխատանք է։ Իհարկե տպավորություն է միշտ երբ որ խոսում ենք կենդանի խնամելուց, բոլորին թվում է, որ կենդանի խնամելու ուղղակի նրան կերակրելն է, բայց սա մեծագույն միֆ է, որտեվ այն էլ կաթսարանում կենդանիների խնամքով զբաղվելը բավականին բարդ գործընթաց է եւ ուղղակի հսկայական քանակությամբ կաթսարան կամ կաթսաներ կառուցելը մեկ այլ բան է, դրանց խնամքով զբաղվելը։ Կենդանիների տեղաշարժվելու հարցը ինչպես է կարգավորելու։ Դրանք վանդակներ չեն, եթե ես ճիշտ եմ հասկանում։ Ինչպես են շարժվելու։ Մեր նախագիծը, այս կաթսարանի նախագիծը, որը հրապարակած ունենք, շատ ակնհայտ երևում է, որ կենդանիները ունենալու են ազատ տեղաշարժի հնարավորություն, որը մեզ համար ամենակարևորն է, որովհետև մենք այս կաթսարանը կառուցելուց, այսինքն կաթսարանը ոչ թե նախատեսված է լինելու ուղղակի ինչ-որ ժամանակավոր պահման համար, հա, որ կենդանիները 3 օր ապրեն, գնան, իհարկե, եթե նրանք որդեգրվեն, հնարավորություն լինի որդեգրվելու կամ որոշում կայացվի նրանց բաց թողնելու, կգնան, բայց կլինեն կենդանիներ, որոնք ուղղակի փողոցում ապրելու, այսպես ասած, հնարավորություն չեն ունենա, ոչ էլ օրինակ երկար ժամանակ հնարավոր կլինի որդեգրել, այդ կենդանիները պետք է ապրեն կաթսարանում, իսկ կաթսարանում ապրելու դեպքում իրանք պետք է ունենան ազատ տեղաշարժի հնարավորություն։ Եվ տարածքը ինքնին նախագիծը, որ ուսումնասիրենք, բավականին լավ հնարավորություն է տալիս, որ կենդանիները կարողանան ազատ տեղաշարժվել նաև։ Ինչու միայն շների համար է կաթսարան նախատեսված։ Շատերը հարցնում են, իսկապես կատուներ էլ կան, որոնք թափառում են եւ ինչու, ասում են, շատերն են հարցնում, ինչու միայն շները։ Համաձայն եմ, երբի պատասխանենք հետեւյալ կերպ, որ ոչ թե ինչու միայն շները, ինչու դեռ միայն շները, որովհետեւ այս պահին թափառող շների քանակն է բավականին զգալի եւ մարդկանց կողմից արձանագրվող խնդիրները, բողոքները, հանուն կծման դեպքերը ավելի շատ շների մասով են ու խնդիրն է պահանջում, որ զբաղվենք իրանով, հա, այսինքն այս ստերջացման ծրագրերը, վտանգավոր հարակից հիվանդությունների կանխարգելման ծրագրերը, պատասխանատու վերաբերմունքի եւ այլն ավելի շատ վերաբերվում են այս պահին շների, բայց շների հարցը մեղմելուց, ինչ որ չափով կանոնակարգելուց հետո բնականաբար նաեւ ուշադրություն կդարձնեն կատուներին։ Որքան ժամանակ անց երևանցիները կամ Երևանը կունենա թափառող շներից զերծ փողոցներ։ Շատ դժվար հարց է, որովհետև Երևանը առանց թափառող շների տեսնելու պարագայում պետք է այնինչ անում է Երևանը արվի, կարելի ասել, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով, որովհետև միայն մեկ քաղաքով հնարավոր չի լինի թափառող շների խնդիր կարգավորել։ Դրա համար եւս մեկ անգամ պետք է անդրադառնանք ու հիշենք, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով պետք է հստակ
ամրագրվի կենթանի պահելու կարգը եւ բոլորը հասկանան, որ կենթանի պահելը ուղղակի զբաղմունք կամ զվարճանք չէ, դա հստակ պատասխանատվություն է եւ երկար մտածեն կենթանի պահելուց առաջ, որպեսզի ինչ որ X ժամանակ հետո այդ կենթանին չհայտնվի փողոցում, ձագեր ունենա, շատանան եւ այլն։ Երկրորդ պետք է կարգավորվի բուծողների հարցու էլի ոչ միայն Երևանում, որտեղ եթե Երևանում կարգավորեն, ինչ որ մեկը իր բուծանը կտեղափոխի մեկ այլ քաղաք, որ կշարունակի։ Մյուսը անհասկանալի է հյուրատների ու կացարանային օրավարձով ինչ որ տներ պահման կետերի, հա չգիտեմ ինչպես անվանեմ, հա այդ տեղերը այս ամենի վերահսկողությունը, որտեղ այդ դեպքերում էլ քիչ չեն ոչ միայն վտանգ վարակիչ հիվանդությունների տարածումը, ոչ միայն դաժան դեպքերը, երբ որ նաև արձանագրվում է սոցցանցերում, նաև այն դեպքերը, երբ որ ինչ որ մարդիկ չեն կարողանում վճարել այդ կենթաների համար, այդ կենթաները նորից այդ կացանի դռները բացվում են, հայտնվում են փողոցում։ Ու այսպես շարունակ ու ամենակարևորը կենթաների զանգվածային ստերջացման ու վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման աշխատանքներն են։ Սա պետք է արվի Հայաստանի ողջ տարածքով, միայն այդ դեպքում մենք ամբողջությամբ կգնանք այն ճանապարհով, որ մի օր ուղղակի չենք տեսնի թափառոշներ, ինչպես չենք տեսնում առաջադեմ աշխարհում։ Ունեք պլաններ Երևանից դուրս եւս կազմակերպել նման կացարանների շինարարություն։ Դա մեր գործառույթը չէ, դա կացաներ կառուցման համայնքները ու ինչպես նախորդին նշեցի կառավարության ֆինանսավորման օրենքի պահանջով խոշոր քաղաքները կարծում եմ կնախաձեռնեն, բայց մենք մի քանի տարի է պայմանագրային հիմունքներով Հայաստանի այլ համայնքներում ստերջացման ծրագրեր իրականացնում ենք եւ այս տարի եւս բացառություն չի, դա գնումների օրենքով է կարգավորում, հայտարարվում են մրցույթներ, այդ մրցույթներին մասնակցում է կազմակերպությունը, եթե հաղթող է ճանաչում, գնում ստերջացումն իրականացվում է, այս տարի դիմել ենք մեր տարածքային նախարարությանը, որովհետև անհամաձայնություն ունեինք մարզերում իրականացվող ստերջացման ծրագրերի եւ դրանց վերահսկողության հետ կապված, որովհետև քիչ չէին դեպքերը բողոքները, որ շները չեն ստերջացվում կամ ուղղակի մի քաղաքից մյուս քաղաք են տեղափոխվում, իսկ շատ ավելի հաճախ ուղղակի Երևան էին բերվում բաց թողնվում ստերջացման պատրվակով։ Այդ իսկ պատճառով դիմել էինք տարածքային նախարարությանը եւ առաջարկել է որ խստացնել պայմաններն ու պահանջները, որպեսզի ցանկացած մեկը ուղղակի կամայականորեն չորոշի գումար աշխատել այս խեղճ կենթանիների, այսպես ասած, կենթանիներին օգտագործելով եւ տարածքային նախարարությունը իր համաձայնությունը տվել է ու այսօր կխստացվեն նաեւ այս ստերջացման մրցույթների պայմաններն ու պահանջները, որպեսզի ամեն ինչ ուղղակի չվերահսկվի բիզնեսին։ Եթե ծրագիրը հանկարծ ձախողի, ով է պատասխանատվություն կրելու։ Երբ որ 2019 թվականին կառուցվում էր այս հիմնվում էր կազմակերպությունը, այն ժամանակ զրոյական վիճակ էր, ոչինչ չկար եւ այն ժամանակ շատ ավելի մեծ էին ռիսկերը, որ այս հողակը կարող է չհաջողել, կարող է ուղղակի չաշխատել, կարող է որևէ արդյունք չտալ ու մենք չտեսնենք այսքան հազարավոր թափառող ստերջացված շներ, կանխարգելիչ միջոցառումներ, այս մեծամասշտաբ ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքի կողմից, եթե այս բարդ փուլով, երբ որ իրականում զրոյական վիճակից կազմակերպությունը եկել հասել է այստեղ ու հաջողել է այս ամենը, կարծում եմ չհաջողելու տարբերակ այլևս չկա։ Ինչ որտեղ նաև սկզբունքի հարց է ձեզ համար։ Իհարկե։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք Երևանի քաղաքապետարանին կից կենթանիների խնամքի կենտրոնի տնօրեն Հարություն Առաքելյանի հետ։ Ցտեսություն։